Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել էինք, այսօր Մանրայաստան խմբակցությունը հայտարարել է ոչ թե շաբաթ օրակ, այլ կիրակնօրյակ։ Մենք այս պահին գտնվում ենք Լեռ Կամսար Լեոնիդ Ազգալդյան հատվող մասում։ Խայտարակ կեղտոտ վիճակի այստեղ մեր խմբակցության անդամները բոլորը այստեղ են, աշխատում ենք, մաքրում ենք տարածքը։ Նպատակ չունեի լայվ մտնելու, բայց այս տարածքը ճիշտն ասած էլի թեման պահանջում է, որ իրան քաղաքականացնենք։ Տեսեք, հիմա այնպիսի մի վայրում են գտնվում, որտեղ փաստացի երբևիցե ժամանակ անցկացնելու տեղ սա չի եղել, այսինքն դա հետևս տեսնում եք, բոլորը թանկարժեք, շքեղ նորակառույցներ են, այստեղ քառակուսին չգիտեմ ինչքան արժի, հաստատ մի 5-6 հազար $-ից էժան չի լինի, եւ որ ուշադիր լինեք, այստեղ այդպես ինչ-որ տենց չկա էլի, որ ասես, չգիտեմ, մարդիկ քայլում կեղտոտում են, այստեղ քայլելու տեղ չկա։ Այս ամեն ինչը այ շինարարության արդյունքում եկած ախտ է, այսինքն այստեղ ինչ աշխատել են, մի մասը քամին ա բերել, մի մասը բանվորներն են բերել, գցել։ Այս ինչի մխի եմ ուզում այս ամեն ինչը ցույց տամ, այո, իհարկե մենք հիմա այստեղ կմաքրենք, կարգի կհրավիրենք, բայց խնդիրը ինչումն է, այո, ես ընդունում եմ այն փաստը, որ ցավոք սրտի մեր հանրությունը դեռ այդ եվրոպական այսպես կոչված մշակույթը չունի իր քաղաքին մաքուր նայել, չնայած ես միշտ մեծերից լսել եմ, որ օրինակ սովետական ժամանակներում Եվրոպա չի եղել, բայց շատ մաքուր է եղել մեր քաղաքը, այսինքն դա գալիս է նաև մեր քաղաքի բնակչությունից, որ պետք է սիրենք մեր քաղաքը եւ մաքուր պահենք։ Եվ այո, Երևանում կան վայրեր, որտեղ որ մենք բոլորս տարբեր տարիքներում, տարբեր ժամանակներում աղտոտել ենք։ Ու հիմա պետք է այդ աղբոմ հագրել, բայց մի հատ կարևոր փաստ կա, որ նման վայրերը քաղաքացիների աղտոտելու հետ բացարձակ կապ չունեն։ Սա կապ ունի միայն մեկ բանի հետ, սա կապ ունի մեր քաղաքային իշխանության, վճռականության եւ պահանջատիրության պակասի հետ, որովհետեւ նման վայրերում, եթե իրենք տալիս են շինթույլտվություն, եթե թողում են ինչ-որ անհատներ, ինչ-որ կազմակերպություններ մեծ շահույթներ այստեղ հետապնդեն, ապա կարող են նաև պահանջել եւ ես վստահ եմ դա չի կանգնեցնի կառուցապատողին։ Կառուցապատողը նման պահանջի համար հաստատ չի ասի, լավ չէ, չեմ ուզում այդ տարածքը, չեմ ուզում թող աշխատեմ, չեմ ուզում շենք սարքեմ։ Միևնույն է, կուզի ուղղակի եթե քաղաքային իշխանությունը պահանջի, ասի եղբայր, երբ որ դուք այդ շենքը սարքում եք, ինչի արդյունքում օրինակ այսպես ճանապարհներ են ստեղծվում, օրինակ, տեսեք, այսպես վիճակ է ստեղծվում։ Պատկերացրեք, եթե քաղաքային իշխանությունը նման տարածքներ շինթույլտվություններ տրամադրելուց նաև պարտադիր պահանջի, որ շինարարական աշխատանքների թե ընթացքում, թե հատկապես ավարտից հետո շրջակա ամբողջ տարածքը կարգի բերվի։ Սա ժողովուրդ ջան, սա կառուցապատողի համար շատ փոքր ծախս է, այսինքն սա հիմա մենք մեր խմբակցությունով ինչքան 15-20 հոգով եկել ենք, գործ ենք անում, ահագին տարբերությունը հետո կզգանք։ Պատկերացրեք, եթե ուղղակի կառուցապատողը բերի 50 աշխատող, մի քանի մեքենա ու նաև տեխնիկա, շատ արագ այս ամեն ինչը կլինի կարգի բերել, հավաքել եւ մաքրել եւ այնպիսի մի վիճակ ստեղծել, որ նաև այս շենքում ապրող մարդիկ, այս նորակառույցներում, այս մարդիկ ահռելի գումարներ են ծախսել, որպեսզի այստեղ բնակարան առնեն, իրանք էլ պետք է իրենց տան դիմացը տեսնեն նորմալ վիճակ։ Այստեղ նորմալ վիճակ չկա, ժողովուրդ ջան, այստեղ բարի բուն իմաստով աղբանոց է, նայեք։ Սա աղբանոց է։ Այս ամեն ինչը նորմալ չէ եւ այս ամեն ինչը քաղաքի ինչ-որ ծայրամասում չի կամ սահարի ետևում չի, սա էլիտար թաղամաս է, սա տեսնում եք, այստեղ մի հատ հին շենք չեք տեսնում։ Այստեղ ապրում են ապահովված մարդիկ, այնտեղ սեփական տներ է, այս մի կողմը կենտրոնն է, այն մի կողմը արաբկիրն է, այսինքն սա շատ նորմալ լավ թաղամաս է եւ դա երկու տարբերակ, առաջի տարբերակը այն է, որ քաղաքային իշխանությունը պարզապես վճռականության պակաս ունեն եւ չեն կարողանում պահանջատեր լինել եւ իրենց ֆունկցիաները չեն կարողանում կատարել, այսինքն իրենք չեն հասկանում, որ իրենք պետք է լինեն այն տեր, այն վերահսկող մարմինը, ով պետք է պարտադրի կառուցապատողներին կարգի բերել իրենց շինարարությունից հետո մեր քաղաքին պատկանող տարածքները, կամ երկրորդ տարբերակը, որին ես եմ հակված, սովորաբար պահանջատեր չեն կարողանում լինել այն իշխանությունները, որոնք որ այս գործընթացների մեջ ունենում են ինչ-որ ֆինանսական շահ, այսինքն եթե իրանք այս շինթույլտվությունը օրինակ տալուց կամ այս առասարակ այս գործընթացների ընթացքում սեղանի տակից գումարներ են վերցնում գրպանում,
Եթե չգիտեմ, կամ այդ կառուցապատողներին ինչ որ խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով են տալիս այդ շինթույլտվությունները եւ տարածքները, ապա շատ տրամաբանական է դառնում, որ իրենց հարազատներին կամ իրենք այն մարդկանց ումից որ գումար են վերցրել, արդեն կկաշկանդվեն պահանջել։ Այդ իսկ պատճառով կրկին, նույնիսկ նման թեմաներով կրկին ենք ասում եւ պնդում եւ վստահ ենք, որ այդպես է։ Մեր քաղաքը արժանի ավելի լավ իշխանության, այս մարդիկ պետք է հեռանան։ Մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Այս մեր խնդրեմ, Արոն Քոչարյանը, տեսեք, շինարարական հենց հիմա այս բանը տանում, խնդրեմ, տեսեք։ Սա սովորական աղբյուր։ Ու այս ամեն ինչը հաստատ վստահ ասում եմ, լուծվելու է, երբ որ քաղաքային իշխանությունները լինեն բարեխիղճ, կրթված, կոմպետենտ, պրոֆեսիոնալ մարդիկ, ում սիրտը ցավում է իրենց քաղաքի համար։ Մարդիկ, ովքեր իշխանություն գալուց վստահ են լինելու, որ իրենք չեն հարստանալու, մարդիկ, ովքեր որ իրենց կյանքի կոմֆորտի հարցերը չեն լուծելու իրենց իշխանական լծակների միջոցով։ Ես առհասարակ հակված եմ, որ իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր իրենց կյանքի այդ մինիմալ հարցերը լուծում են, նոր են մտնում քաղաքականություն։ Ամեն դեպքում, սա կոնկրետ է շինարարական հատվածներին է վերաբերվում խոսքս, բայց առհասարակ այո, նաև ընդունում եմ, որ մեր քաղաքում շատ սիրուն տեղեր կա, նաև Հրազդանի կիրճը, որտեղ որ մենք, չեմ ասում ինչ որ մեկը, մենք բոլորս այս կամ այն ձևով ժամանակին կամ հիմա աղտոտել ենք, ժողովուրդ ջան, պետք է դրան վերջ տանք, պետք է սիրենք մեր քաղաքը, պետք է հասկանանք, որ մեր տունը սկսում է մեր պետությունից, մեր հայրենիքից, մեր քաղաքից, մեր սարերից։ Մենք պետք է տեր լինենք թե մեր երկրին, թե մեր քաղաքին, չպետք է աղտոտենք, նոր սերունդներին պետք է ասենք, որ չի կարելի, չնայած ես ինչքան նկատում եմ, մեր նոր սերունդները բոլորն շատ ավելի կոռեկտ եւ ճիշտ են իրենց պահում այդ մշակույթի մեջ։ Երևի թե ավելի մեծ սերունդների մեջ է խնդիրը, բայց ամեն դեպքում եկեք սիրենք մեր քաղաքը, մաքուր պահենք եւ սա շարունակական բնույթ է կրելու ժողովուրդ ջան։ Ամեն մեկը շատ բան պետք չէ։ Աղբի պարկեր են պետք, 10-20 հոգի խումբ եք ձևավորում, ոչ մի բարդ կազմակերպչական բան չկա, էլի։ Մի տարածք որոշում եք, ցավոք սրտի տարածքները շատ են։ Դուրս եք գալի եւ սկսում եք մաքրել եւ իմանում եք, որ դուք օգուտ եք տվել ձեր մայրաքաղաքին։ Լավ եղեք, սիրելի հայրենակիցներ։ Ես գնամ մեր թիմակիցներին, լավ որ ձեզ կհանդիպենք Երևանի փողոցներում։